Դիմանկար, որին նայող յուրաքանչյուր ոք տեսնում է իրեն, անհատն առանց հասարակության գոյություն չունի, իսկ հասարակական ներդաշնակության գաղտնիքը դիմացինի մեջ քեզ տեսնելն է։ Քո տեղը հայոց պատմության մեջ սեպագիր արձանագրություններից մինչև մեր օրեր իսկ մեջտեղում հայելի։ Քո տեղը պատմության մեջ կենտրոնում է, բայց միշտ թագավորներից ցածր։ Երջանկության մեխանիկան ոչ թե մեխանիկական երջանկության ու արտաքին վայելքների մեջ է, այլ երեխայի պես անաղարտության ու պարզության։ Սյուրռեալիստական այս կտավներում ուղերձները շատ ու հստակ են։ 8 քառակուսի մետր այս տարածքում իմպրեսիոնիզմն ու սյուրռեալիզմը ներկայացնող 60-ից ավելի կտավների հեղինակը ամերիկահայ Ֆիլիպ Հակոբյանն է։ Իմպրեսիոնիզմով ներկայացնում է գեղեցիկը, իսկ սյուրռեալիզմով հորդորում պահպանել այն։ Երբեմն տեսնում եմ ինչ-որ գեղեցիկ բան եւ անմիջապես ուզում եմ վերարտադրել այն։ Այդ ժամանակ նկարներս իմպրեսիոնիստական ոճով են ստացվում։ Իսկ երբ ինչ-որ բանի դեմ ըմբոստանում եմ կամ կոնկրետ հոգեվիճակում եմ լինում եւ ասելիք եմ ունենում, սյուրռեալիստական ոճով եմ ստեղծագործում։ Ֆիլիպը ծնվել եւ մեծացել է Միացյալ Նահանգներում, նրա հայրը հաստատվել է այնտեղ 15 թվականին գաղթելով Խարբերդից։ Չնայած Ֆիլիպը հայերեն չի խոսում, բայց հրաշալի գիտի հայոց պատմությունը, իսկ նրա նկարներում գերակշռում են հայկական թեմաները։ Այն նկարում ես պատկերել եմ Տիգրան Մեծին իմ դիմագծերով եւ այնպես, ինչպես ես պատկերացրել եմ թագավորական պալատը հազարավոր տարիներ առաջ։ Իմ խորին համոզմամբ հայոց պատմությունը ողջ քաղաքակրթության հիմքում է։ Այն շատ հարուստ է։ Ֆիլիպ Հակոբյանը սովորել է Բոստոնի Գեղարվեստի ակադեմիայում, նկարում է 1 տարեկանից, իսկ վրձնով կտավներ ստեղծում է արդեն 32 տարի։ 200-ից ավելի նրա կտավների ու կոլաժների մեծ մասը Միացյալ Նահանգներում են, մյուս մասը վաճառվել է։ Այս սրահում ներկայացված են հիմնականում Հայաստանում արված գործերը։ Ես կարծում եմ, որ նկարչությունն ընտրեց ինձ, այլ ոչ թե ես նրան։ Իհարկե եւ հորս եւ մորս կողմից նկարիչներ կան։ Հորս կողմը Խարբերդում կուժերի վրա փորագրությամբ էին զբաղվում, իսկ մորս կողմը պրոֆեսիոնալ գեղանկարիչներ էին։ Մեր ընտանիքում 9 երեխա ենք, 9 էլ պրոֆեսիոնալ նկարիչներ են։ Բայց ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ ունեն այդ տաղանդը։ Պարզապես ես երջանիկ եմ, որ ժամանակ եմ ունեցել դա զարգացնելու համար։ Ֆիլիպի նկարների մեծ մասն ինքնակենսագրականներ են, պատկերում է իրեն, կնոջը, ծանոթ մարդկանց, իսկ կոլաժներում գերակշռում է հայելին։ Այն օգնում է, որպեսզի դիտորդը նաև դառնա նկարչի ստեղծագործությունների մասնիկը։ Բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների ու փառատոների դափնեկիր հայ արվեստագետը ոչ միայն նկարում է, կոլաժներ անում, այլև սեփական յուրօրինակ տեխնոլոգիայով փորագրանկարներ է անում։ Տապանակարի վրա արված գունավոր նկարները երբեք չեն խամրում։ 20 տարի է իմ հիմնական աշխատանքին զուգահեռ նաև դրանով եմ զբաղվում։ Այո, գույները չեն թափվում, բայց թե ինչպես չեմ կարող ասել։ Դա իմ գաղտնի տեխնոլոգիան է։ Նրա ստեղծագործական միտքը երբեք չի սահմանափակվում եղած հնարավորություններով։ Իր կոլաժներից այս մեկի համար Ֆիլիպը նաև ֆիլմ է մոնտաժել։ Կոլաժը կոչվում է Սեպտեմբերի 11։ Կենտրոնում փոքրիկ նվագարկչով Միացյալ Նահանգների քաղաքականության ու բարքերի մասին պատմող ֆիլմն է, իսկ ներքևում առևտրի հայտնի կենտրոններն են, իր ստվերի հետ մարտնչող մարդն ու նավթի համար պայքարող հրեշները։ Նրա կտավները երբեմն նույնիսկ մարգարեական են։ Սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձություններից 5 տարի առաջ արված նկարներից մեկում Ֆիլիպը պատկերել էր կործանվող աշտարակները։ Կտավն այժմ վաճառվել է։ Ինձ հետ հաճախ է պատահում նման բան։ Ես անտեղյակ պատկերում եմ ինչ-որ բան, որը ավելի ուշ կատարվում է իմ ընտանիքի հետ կամ մարդկության պատմության ընթացքում։ Ֆիլիպն իր մարգարեական ընդունակություններն ու մարդկության ուղերձներ հղելու մղումը խտացրել է ոչ միայն նկարչության, այլև երաժշտության մեջ։ Ֆիլիպը նվագում է ցանկացած գործիքի վրա, ստեղծագործում է էթնիկ ջազ ոճում։ Միացյալ Նահանգներում տարիներ առաջ ստեղծած նրա բենդը Էպիզոդը մի քանի ձայնասկավառակ է թողարկել։ The style is kind of a fusion. Իմ երաժշտությունը էկլեկտիկ միաձուլում է։ Սկզբում միայն երաժշտություն էի գրում, իսկ հետո սկսեցի նաև երգեր գրել, որովհետև ասելիք շատ ունեի։ Ֆիլիպը նաև միջազգային հայ նկարիչների միության անդամ է, բայց առաջին անգամ Հայաստան է եկել 5 տարի առաջ։ Հանդիպել է Նաիրային, ամուսնացել են ու վերադարձել Միացյալ Նահանգներ։ Սակայն կնոջ հորդորների արդյունքում 2 տարի անց նորից վերադարձել են Հայաստան։ Հայրենիքում ապրած 3 տարիների ընթացքում նկարչին եւ հաջողություններ եւ հիասթափություններ են պատահել։ Մրցակցությունը դաժան է, չունի ոչ մի օրենք։ Մարդիկ լսել են, բայց չեն պատկերացնում, օրինակ ինչ բան է մենեջեր։ Շատ մարդիկ փորձեցին մենեջերի իրանքը վերապահել, Ֆիլիպին դառնալ միջնորդ, օգնել եւ այլն, բայց վերջում իրենք խճճվում էին այնքան, որ զարմանալի բաներ էին անում, ես պատասխան չունեի Ֆիլիպին տալու, թե ոնց կարող հայը հային նման ձևով
զբաղվել կամ ընդհանրապես մարդու։ Ֆիլիպը շարունակում է ապրել ու ստեղծագործել Հայաստանում, հավատալով, որ մի օր այստեղ էլ կգնահատեն իր անսահման անկեղծությունն ու արվեստը։ Չնայած լավագույն արդյունքն ըստ նրա աշխատանքի մեջ անեանալն է, երբ դու չկաս, կամ միայն գործը, որն օգնում է աշխարհն ավելի գեղեցիկ եւ բարի տեսնել։ Սոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, լուրեր։